Լույսերը չհանգցնեք, Հայաստանը շրջապատված է գիշատիչներով։ Այսինչ խառնվել է աշխարհը, գենոցիդ բառը լսելուց հետո։ Ինչ չգիտեիք, որ մի օր ջրի երես պիտի դուրս գա։ Օ, ինչպիսի մեկնաբանություններ։ Եթե Իսրայելի Նաթանյահուն իմանար, որ այդ չարաբաստիկ բառը Թուրքիայի կամ Ադրբեջանի լռության բանալին է, կամ առանց Ադրբեջանին մեր դեմ զինելու տարածքներ չպահանջեր համապատասխան հարձակումների համար, կամ Էրդողանին կհասկացներ, որ ջրի երես է հանելու 1.5 միլիոն զոհերի սպանության և բռնագրաված Հայաստանի ողբերգությունը, ուստի իրենից հեռու մնա։ Ափսոս քաղաքական առևտուր է մեր ողբերգության հաշվին։ Երանի չէր միջազգային մարդասիրություն լիներ։ Թեկուզ մեկ դար էլ անցնի, միևնույն է, ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. գողին ու լրբին 40 օր է։ Հետգրություն։ Իսկ ովքեր էին հայոց ցեղասպանության նախաձեռնողները, Ադանայի ջարդերից սկսած։ Աստծո պատժին արժանանաք, եթե խաբեք, եթե շահեկան վաճառքի հանեք հայի ցավը։ Իսրայելը որոշել էր ընդունել թուրքերի կողմից իրականացրած հայոց ցեղասպանությունը, իսկապես։ Քանի անգամ է Կնեսետը մերժել, հաշվել եք։ Լսում եք աշխարհի տերեր, Հայաստանը ապրանք չէ, որ վաճառքի հանեք։ Հայաստանը միջոց չէ այլ պետությունների հետ ձեր հաշիվները մաքրելու համար։ Հայաստանը չի գնվում և չի վաճառվում։ Հայաստանը հայերիս անփոխարինելի և հավերժախոս սրբավայր է եղել և մնալու է։ Սովորաբար խոշոր խաղացողների նպատակը մեկն է լինում։ Օրինակ, Արցախի գրավելուց համատեղ և հաշտ օգնում էին ազերիներին։ Այսօր շահեր են բախվում, Իսրայելը ցանկանում է Գազայի հաշվին ընդարձակել իր սահմանները, Էրդողանը առաջ է տանում մուսուլմանական համայնքները համախմբելու համար։ Այստեղ նրանց ծրագրերը լուրջ բախման են ենթարկվում։ Օրեր առաջ, երբ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը միայն 30,000 երեխաների գենոցիդի է ենթարկել, Նաթանյահուի որդին պատասխանում է. «Տեսեք ով է գենոցիդից խոսում։ 1915 թվականին 1.5 միլիոն հայեր կոտորեցիք։ Դիպուկ է, ինչ խոսք։ Իսրայելը խմելու ջուր է ստանում Թուրքիայից»։ Երբ Էրդողանը լսում է այդ խոսքերը, պատասխանում է, որ զրկելու է իր երկրի ջրից և ինչ եք կարծում, ինչ է պատասխանում Իսրայելը։ Նա ասում է, դա հայոց աղբյուրների ջուրն է, ոչ թե քո։ Բրավո։ Սակայն ես չեմ ընդունում սեփական ազգի շահերի համար առք ու վաճառքի թեմա դարձնեն իմ ազգի ողբերգությունը։ Ինչ է Հայաստանը, կազինոյի խաղաքա՞րտ է ձեր գրպաններում, պարոնայք։